Ավելի քան 13.5 միլիարդ դրամ մեկ տարվա ընթացքում։ Այսքան գումար է ծախսվել քրեակատարողական հիմնարկներում 1392 կալանավորի և 1462 դատապարտյալի սննդի, հագուստի, հիգիենայի և այլ կարիքների համար։ Ստացվում է, մեկ կալանավորի համար պետությունն օրական տրամադրում է 13170 դրամ։ Իսկ ինչպես է բաշխվում այդ գումարը։ Արդարադատության նախարարությունը մեզ տրամադրել է տվյալներ ծախսերի մի մասի՝ 2150 դրամի բաշխման վերաբերյալ։ Սնունդ 1341 դրամ, հանդերձանք տրվում է միայն դատապարտյալներին 145 դրամ, անկողնային պարագաներ 53 դրամ, հիգիենիկ պարագաներ և տնտեսական ապրանքներ 101 դրամ, կոմունալ ծառայություններ 513 դրամ։ Ֆակտոր TV-ն դեռ ամիսներ առաջ էր ներկայացրել, թե ինչ սնունդ է մատուցվում բանտերում, այժմ պարզ է դառնում, մեկ անձի ուտելիքի վրա ծախսվում է 1341 դրամ։ Բնական է, եթե մենք ածխաջրատներով հարուստ ուտելիքներ ենք սննդակարգում ներառում եւ օրինակ մինչեւ 60% ենք հասցնում, ավելացնելով հացի, մասնաբաժինը, թեկուզ օսլապարունակող ուտելիքների մակարոն, հատիկեղեն, բնականաբար սննդակարգի գինը ավելի մատչելի է դառնում։ Բանտերում մատուցվող սննդի որակի և բազմազանության մասին բողոքները բազմաթիվ են։ Դրանք պարբերաբար արձանագրում են նաև քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։ Իսկ ինչ պետք է անել խնդրի լուծման համար։ Սննդագետը տարբերակ է առաջարկում։ 1350 դրամով բնական է արդեն շեշտադրումը պետք է անենք էներգիային, ավելի ածխաջրերով հարուստ սննդամթերքով, ավելի մատչելի, օսլապարունակող խումբը պետք է մեծացնենք, ապա միկրոսննդանյութերի դեպքում, եթե ուզում ենք լիարժեք ապահովել, արդեն գումարը պետք է հասցնենք մինչև 1450 և մինչև 1500 դրամ։ Եթե սննդի մասով պատկերը քիչ թե շատ պարզ է, ապա մնացած գումարի բաշխվածության մասով նախարարությունը չի շտապում մանրամասներ հայտնել։ Միայն նշվում է 13170 դրամն իր մեջ ներառում է նաև աշխատակիցների աշխատավարձը, անուղղակի կոմունալ, շինվերանորոգման և տրանսպորտային ծախսերը, աշխատակիցների հանդերձանքը և այլն։ Խնդիրներ, սակայն, այստեղ ևս կան։ Դիտորդների խումբը ստանում է իհարկե բազմաթիվ ահազանգեր, թե որակի հետ կապված, թե պատշաճ բուժ սպասարկման հետ կապված, թե մարդիկ կան, որ ահազանգում են, որ անկողնային պարագաները պատշաճ կերպով չեն տրամադրվում, կամ սննդի որակն է վատացել։ Այս ամենին զուգահեռ կալանքը շարունակում է մնալ ամենաշատ կիրառվող խափանման միջոցը։ Ժամկետը մեկ ամիս ժամկետով երկարաձգել։ Մեղադրյալի նկատմամբ դրած խափան միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը որոշում է երկարաձգել կիրառված խափանման միջոցի ժամկետը։ Ահա այսպես մեկը մյուսի հետևից դատարաններում հնչում են կալանքի մասով որոշումներ, ինչը նշանակում է, որ ևս մի քանի տասնյակ կամ հարյուրավոր 13170 դրամներ ամեն օր հոսելու են պետբյուջեից։ Որևէ մեկը այս ծախսի մասին չի մտահոգում, որովհետև այդ դատախազը մտահոգ չէ պետական այս ծախսով։ Մեկ կալանավորված անձի վրա կատարվող ծախսերը շատ ավելին են, քան իմ ամբողջ ընտանիքը 4 անձից մենք ծախսում ենք մեր կենցաղային ծախսերի վրա։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Եթե այդ գումարները հատկացվեր այդ կալանավորի ընտանիքի սոցիալական զարգացման վրա, նրա կրթության, նրա աշխատանքի վրա, հավատացեք, նա կալանավոր չէր դառնա։ 13170 դրամի մեջ ներառված չեն բուժ սպասարկման ծախսերը, ինչը ևս փոքր թիվ չէ, եթե անազատության մեջ գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն ստանան։ Երբ անձը օրինակ տնային կալանքի տակ է, ինքը լիիրավ է իր առողջության վերաբերյալ խնդիրները լուծել իր միջոցներով և դա փաստացի պետության վրա այսպես ասած բեռ չի լինում, երբ նա գտնվում է արդեն իսկ անազատության մեջ, կալանավորված անձի, թե դատապարտյալի կարգավիճակում, արդեն իսկ պետությունը պարտավոր է կատարել բոլոր ծախսերը նրա հետ կապված։ Իսկ ինչպես թեթևացնել այս ծախսերը, փաստաբանն ընդգծում է, վերանայել անխտիր կալանք տալու պրակտիկան։ Կալանավայրերի պահպանման համար 1.5 ավելի անգամ բյուջե ունենք։ Դատախազությունը պիտի հասկանա, որ անձին կալանավորման տանելը դա ոչ թե հաճելի ակտ ստանալ է, այլ պետական շահերի պաշտպանություն է։ Որն է պետական շահը, անձին տանել պետական բյուջեի հաշվին պահել, թե հակառակը։
Տարեկան 13.5 միլիարդ, մեծ թե փոքր թիվ է։ Այս հարցում մասնագետների գնահատականները հանգում են մի կետի, անկախ ամեն ինչից պետությունն ունի անազատության մեջ գտնվող անձանց նորմալ պայմաններում պահելու, բազմազան սնունդ մատուցելու եւ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պոզիտիվ պարտականություն։ Անպատասխան է մնում գլխավոր հարցը. արդյոք ծախսն արդարացված է, թե կալանքը դարձել է ամենահեշտ, բայց միաժամանակ ամենաթանկ լուծումը։